Ողջույն բոլորին, սա Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է։ Եվ այսօրվա մեր մեքենան, որը փորձարկելու ենք, մի քիչ կասկածելի մեքենա է։ Դրա համար հաղորդման ամենասկզբում ես կհիշեցնեմ, որ աշխարհի ամենալավ յուղերը դա Motul յուղերն են, որը Հայաստանում ներկայացնում է NACOEL ընկերությունը, որովհետև չգիտես հաղորդման վերջում ինչ կլինի։ Կարող էլ չկարողանամ ասեմ։ Ով կպատկերացներ, որ մի օր սենց մեկ է կարող է հայտնվես, ասենք, McLaren-ի ղեկին։ Այդ են մանկության երազանքներից է, էլի, ճիշտ է մեր մանկության ժամանակ F1-ներ, McLaren F1-ը, legend, ինչ այսօր legend է, այն մեջտեղի նստարանով, մեջտեղի ղեկով։ Հա, բայց դե McLaren-ը մնում է McLaren, հիմա F1 չի ստացվել, 570-ն է ստացվել։ Ասում են, չէ, որ երազանքներն իրականանում է, պարզապես պետք է շատ ուզել։ Հիմա ստեղ երկու պահ կա, մեկը լավ, մեկը վատ։ Լավն է, որ իսկապես երազանքը իրականանում է, ու այն որ սենց McLaren եմ ուզում, մի օր նստում ես McLaren-ի ղեկին, բայց երկրորդն է, որ այսինքն վատը է, որ ոչ թե դու ես ունենում, այլ ուղղակի նստում ես McLaren-ի ղեկին։ Կարող է այսքանով ավարտվի էլի այդ երազանքի հասնելը, դա լավ չի։ Ասեմ ձեզ, այս մեքենայի ղեկին նենց զգացողություններ են, որ ոչ մի մեքենայի ղեկին դեռ չեմ զգացել, այս աշխարհի ամենապինդ, սենց ձիգ, այն որ ամեն ինչը սենց ոնց որ ձիգ լինի, ոչ մի փափուկ բան չկա այս մեքենայի մեջ։ Չոր, տախտակ, կարբոն, ղեկը պինդ, ամեն ինչը պինդ, սենց ընդհանուր կոնստրուկցիան, սենց ոնց որ մի կտոր լինի։ Ու սենց որ նստում ես, դառնում ես հետը դու էլ մի հատ պինդ, մի կտոր, ոչի կառավարվում։ Ղեկը այն մի միլիմետր շեղում ես, արդեն ակերը զգում են։ Շատ սպորտային է։ Բայց կառավարելիությունը իսկապես քաղաքային պայմաններում թեկուզ շատ լավն է։ Այսինքն այն մի հատ փոսից փախցնել, մի հատ մեքենայից փախցնել, մի հատ էս անել, մի հատ այն անել, շատ լավ ազգում, շատ հաճելի է։ Ուղղակի մեր քաղաքում իսկապես վախենալու է այս մեքենան քշել, որովհետև շատ ցածր է, ահա որ ցածր է, շատ կոշտ է։ Ու այն ամեն sense մանր բաները մեքենան զգում է ու ամեն տեղ քեզ թվում է հեսա այդ բամպերի պրոշը բռնելու է, այդ անտերն է, կարբոն է։ Մեքենան ունի շատ լավ մի համակարգ, որը էլի սուպերքարեր կան, թե սպորտային, թե սուպերքար։ Մի խոսքով սրան սուպերքար ենք ասում, Հայաստանում սա սուպերքար է, ինչքան էլ որ սա համարվում է սպորտքար։ Սուպերքար է, որը ունի շատ հետաքրքիր համակարգ, բարձրացնում է մեքենայի դեմը, դիմացի հատվածը, տարկած ոստիկանների վրայով անցնելու համար։ Մի րոպե ապեր կներես։ Ներողություն եմ խնդրում, մենք բարձրանում ենք էլի, մի վարկյան։ Թանկ արժեք կարբոնները ամեն անգամ չտաս ջարդես։ Ներողություն։ Գնացինք։ Կներես։ Բոլորդ կներեք, հա, հեչ մեր քաղաքի բան չի, բայց լուրջ եմ ասում, հավատս չի գալի դեռ, որ նստած եմ McLaren-ի մեջ, մենակ ես նշանը տեսնում եմ։ Նա, ուրեմն, այստեղ այս կենտրոնական բարձակի դիրքը ինձ թվում է շատ յուրահատուկ է, ինձ թվում է չէ, շատ յուրահատուկ է, նման կենտրոնական բարձակ ոչ մի մեքենայի մեջ չեմ տեսել, այստեղ սենց լիովին սենց ազատ է, էլի, այս մանիտորը կախված է օդում, մի խոսքով հետաքրքիր տեսք է տալիս, էլի, ու համել շատ բաներ կարող ես դնել այստեղ, նույնիսկ բաժակի տեղ ունի։ Թոփ տարբերակ է, բնականաբար,
հայավարի, այն ամենալավ լցրած օպցիաներով լի տարբերակն է։ Բարձրախոսները Bowers and Wilkins ու մեքենայի մեջ 12 բարձրախոս կա։ Այս փոճոր սրահով մեքենայի մեջ 12 բարձրախոս ու այս մեքենան բավականին ծանր է ստացվել այդ բազմաթիվ օպցիաների պատճառով կարելի ասել։ Մեքենան մոտավորապես առանց հեղուկների, առանց բաների գործարանային սովորական տարբերակը, ամենասովորական տարբերակը, հա, գալիս է 1313, ինչքան հիշում եմ կիլոգրամ, հա, բայց այստեղ 1600-ից ավել է, այստեղ գրված է դրան կողքը նույնիսկ, այսինքն մի 300-ից ավել կիլոգրամ այս մեքենայի վրա օպցիա կա, հա, այդ այնց ծանր է, բայց միևնույնն այդ ծանրությունը ընդհանրապես չի զգացվում, որովհետև այս ղեկային համակարգը, բան ընդհանուր երկրաչափությունը մեքենայի այնքան ճիշտ է հավաքած, որ երբեք դու չես զգա այդ ծանրությունը։ Բայց դե այս մեքենան եթե պետքա առնես այսենց պայմաններում վարելու համար, ես հրաժարվում եմ։ Սենց երկու բռնակներ ունի, ուրեմն սա կարգավորումը կոշտությունը կախոցների, իսկ սա արդեն ընդհանուր մեքենայի աշխատանքը։ Track, sport եւ normal։ Ահա, դե բնականաբար քաղաքում վարում ենք երկուսն էլ նորմալի տակ, որովհետեւ այս քաղաքում հիմա սպորտ դնենք, կարող է իշիազ, օստեոխոնդրոզ, սկալիոզ ամբողջը խառնվի իրար։ Շատ լավ ոչ ունի այս մեքենան ընդհանուր, թե արտաքին, թե ներքին հարդարման ամեն ինչը շատ հետաքրքիր է, շատ գեղեցիկ է, շատ յուրօրինակ է։ Ինչպես եւ պետք է լինի յուրաքանչյուր իսկական սպորտային մեքենայի մեջ, ամբողջովին կամ կաշիա, կամ ալկանտարա, կամ կարբոն, շատ գեղեցիկ է, շատ ոգևորիչ ու տպավորիչ, շատ հաճելի է վարելը, կարբոնի փոխարկիչներով, կարբոնի ղեկով, որտեղ նայում ես կարբոնա թե դրսից, թե ներսից, սենց այդ կարբոնամանիա, այդ կարբոնասիրությունը բավարարում այդ կարբոնիզմ։ Իսկապես սպորտային լուրջ սպորտքար է, քաղաքային սպորտքար չի, ինքը հենց սպորտքար է։ Իհարկե սուպերքար չի համարվում, բայց համարվում է շատ լուրջ սպորտքար։ Սա ոնց որ ասենք վերցնենք եթե Lamborghini, հա, մոդելները, Lamborghini-ի դեպքում կա Aventador եւ կա Huracan։ Aventador-ը 720 McLaren-ն է, իսկ Huracan-ը 570։ Մի խոսքով կոնկուրենտները Huracan-ն են, Lamborghini, Porsche 911 Turbo-ն։ Այս կարծում եմ այս տարբերակը 570-ը մեջների ամենասպորտայինն է, ինձ թվում է, ամենամրցուղայինն է, ամենահետաքրքիրն է, չնայած Lamborghini-ն էլ պակաս այդ սպորտայինությունը չունի, օրինակ, որովհետև ինչ եմ ասում, 911-ը նախատեսված է, որ քաղաքում էլ հանգիստ վարես այդ մեքենան, այսինքն իրանք այդպես են ներկայացնում, որ 911-ը համ սպորտային մեքենա է, որով կարող ես քաղաքում հանգիստ վարել։ Սրանք այդ մեքենաները չեն, սա էլ Huracan-ն էլ։ Huracan-ը չգիտեմ ոնց, բայց սա ընդհանրապես քաղաքում վարելու բան չի, չնայած հեշտ է, ընդհանուր կառավարելիությունը լսող է, բայց շատ ցածր է։ Շատ ցածր է, մանավանդ Երևանի պայմաններում մի քիչ անհարմար է։ Շատ յուրահատուկ ձայն ունի, այստեղ դե 3.8 լիտրանոց շարժիչն է, Twin Turbo։ Շատ յուրահատուկ է ձայնը։ V8 է իհարկե, բայց ընդհանրապես V8-ի նման չի։ V8-ները մի քիչ sense ցածրոտ, խռպոտ, չէ, sense։ Մի խոսքով գիտեք V8-ի ձայնը, էլի։ Ընդհանրապես V8-ի նման չի, sense լրիվ ուրիշ սիմֆոնիա է այստեղ։ Մաքսիմալ արագությունը ուրեմն սահմանափակված է 328 կմ/ժ-ով ընդամենը, Novitec-ով 335 է կարծեմ գալիս։ Ուրեմն այս մեքենան 562 ձիաուժ է գալիս, ձիաուժով, այնտեղ PS-ով հաշված, դա ուրիշ հզորության չափման միավոր է, 570 է, դրա համար մեքենան կոչվում է 570S, բայց այստեղ Novitec-ն է, որը ավելացնում է ձիաուժը մինչև 646 ձիաուժ և նյուտոն մետրն է 92-ով ավելացնում։ Կախոցները դնում ենք, չէ լավ, կախոցները գոնե սպորտ էլի տրեք չդնենք որպես Հայաստանի ամենահարդ ասֆալտի վրա էլ տրեկի բան չի։ Ու ամենակարևորը,
որ դնում ես track mode, պետք է սեղմես activate կոճակը, որ ամբողջովին ամեն ինչ ակտիվանա։ Շատ արագ մեքենա է, շատ լավ կառավարվող ու այստեղ ծանրության կենտրոնը ոչ թե 50-50-ը, այլ 48-52-52-ը հետևն է, այսինքն հետևը մի քիչ ավելի ծանր է։ Դրա համար այս մեքենան ինչքան էլ որ շատ գերազանց լավ կառավարելիություն ունի, գերազանց լսում է այն տրեկերին մրցուղիների վրա, շատ լավ ցուցանիշներ է ցույց տալիս, այս մեքենա վարողը պետք է լինի իսկապես հմուտ վարորդ, որովհետև այս մեքենան կարող է շատ չար կատակ խաղալ քեզ հետ, մեքենայի հետևը որ ծանր է, բարձր արագությունների ժամանակ ինչ-որ սխալմամբ կտրուկ արգելակում կամ ինչ-որ կտրուկ շարժ, չպետքական, չնախատեսված կտրուկ շարժ կարող է արդեն առաջացնել կողասահք, դրիֆտ ու անկառավարելի դրիֆտ, ինչը աշխարհի ամենավատ ու վտանգավոր բանն է։ Բայց եթե այս մեքենան վարում է իր գործի վարպետը, մի տեսակ սարսափ կա մեջս։ Ամենավախենալու բանը այս մեքենայի։ Արգելակման համակարգը կարբոն կերամիկա է, ու այդ կարբոն կերամիկան մինչև չի տաքանում, արգելակ կարելի ասել չունես։ Ամենապինդ ոտնակն է արգելակի, որ երբևիցե սեղմել եմ, ու նույնպես պինդ, սենց պետքա սենց գնա, այտենց նույնպես պինդ կանգնում է։ Այս արգելակները պետքա տաքանան, որ սկսեն ճիշտ պահել։ Ճիշտն ասած, սկզբից, որ դեռ մի քիչ նորմալոտ չէի վարել, ինձ թվում էր շատ լավ։ Ինձ թվում էր մեքենան լավ է, իրան պահում ես մի քիչ անհարթ ասֆալտին, բայց չէ, հենց սկսում ես մի քիչ արագ գնալ, կոնկրետ զգում ես, որ հեսա կարող է մեռնես։ Կարող է չէ։ Ահա որ է լողում, ահա որ այսինց որ չի կարողանում բռնի ասֆալտը։ Դե պատկերացնում եք, չէ՞, ասենք, եթե հետևի հետնակարշակ մեքենան կարող է 3-2 վայրկյանում զարգացնի 0-ից 100 արագություն, պատկերացրեք ինչ նյուտոն մետր, ինչ հզորություն է ընկնում միայն հետևի անիվների վրա, ու այդ ամեն ինչը բռնելը մանավանդ մեր ճանապարհներին բարդ է, շատ բարդ է։ Միկրոինֆարկտներ է ստանում ամեն անգամ։ Բայց նենց հաճելի միկրոինֆարկտներ են, անընդհատ ուզում ես ստանաս։ Ոնց է փախնում, ոնց է փախցնում ղեկը, չեք պատկերացնում։ Մի քիչ, մի փոքր անհարթության վրա, միանգամից քաշում է աջ ձախ։ Օրինակ նայեք, նախորդը ո՞րն էր, նախորդը կորվետն էր, էլի բավականին հզոր մեքենա էր, սրանից հզոր էր, սարքած իհարկե, սրանից հզոր էր, էլի հետնակարշակ, էլի հետևը ընդհանրապես ռեսոր, հետևն էլ դեմն էլ զսպանակ չկար, ռեսոր էր ու այն փախնելուց շատ խելառավարի էր փախնում, բայց այնտեղ գոնե կարողանում է իր այդ անհարթությունները ինքը կուլ տալիս էր մի տեսակ, էլի, այս մեքենան ընդհանրապես կուլ չի տալիս, շատ հարթ ասֆալտի համար է, շատ են հայլի ասֆալտի համար է, բայց այդ բոլոր անհարմարությունները մի կողմ, այս մի կողմ։
Եվ քանի որ չենք կարող հույս դնել այսօրվա հաղորդման վերջի հատվածի վրա, հիմա ասեմ, չենք մոռանում սեղմել բաժանորդագրվելու կոճակը ներքևում եւ զանգակը, եթե ուզում եք տեսնել բոլորիդ կողմից շատ սիրված Նիվայի փորձարկումը մոտ ժամանակներում։ Good. Welcome. Ինձնից հեռու մնացեք։ Թողեք հանգիստես փոսերի մեջով գնամ Գամբիա։ Սիրունահով։ Հա, ինքնա չէ։ Ապրես, ախպերես։ Նոր բերիմ։